խմբակցություն դառնել եւ նեղը դնել քվականներին։ Բայց առաջին երկու օրվա ելույթները այդքան էլ դրա մասին չեն խոսում։ Նարեկ Կարապետյանը ավելի շատ հակված է, որ կառուցողական լինի, լինի բանավեճը քաղաքակի, Ռուբինյանի առաջարկին ոնց որ թե դեմ չեն։ Նարեկ Կարապետյանը միշտ է կիրթ, միշտ կառուցողական, ինչ վերաբերվում է մեր երկրին, իր մոտ այդպիսի մոտեցում միշտ լինելու է։ Իսկ Փաշինյանին հեռացնելու օրակարգը երբանից պետք է այսպես միսու այրուն ստանա խորհրդանում կամ դրանից դուրս։ Ամեն օր ստանում է։ Այդ Փաշինյանը ավելի շուտ ինքը իրեն կհեռացնի։ Այս քանի տեղ եղավ 8 տարի չի հեռացնում դեռ ոնց որ թե ոչ ընդդիմությունն է կարողանում ոչ ինքն է իրեն հեռացնում ինչի պիտի հեռացնի։ Մի քիչ էլ սպասենք։ Հիմա 8 տարի սպասել եք, մի քիչ էլ սպասենք։ Ինչքան մի քիչ։ Քիչ։ Այսօր օրինակ հիշեցնում են հեգնում են քպականներ, ասում են բա որա ձեր վարչապետը, ասում են նիստեր անում եք Ասեք որտեղ է դատարանում են։ Ասում են նիստեր անում եք այդ արտանագրությունները դուրս եք ուղարկում։ Նիստերը դատարանում ենք անում։ Կառավարության նիստերը վարչապետը դատարանում եք։ Այո։ Դուք դեռ Ուրիշ հնարավորություն չկա։ Դուք դեռ վստահ եք, որ վարչապետ եք դառնալու շուտով եւ Իսկ դուք եք վստահ։ Թե ճիշտն ասած դուք այնքան եք վստահեցել, որ մենք համարյա հավատում ենք, որ ընտրություններին դուք հաղթել եք, բայց արդյունքները մի քիչ այլ բանի մասին վկայեցին։ Այդպիսի արդյունքները ոչ ձեզ են պետք, ոչ իրենց, ոչ մեզ։ Արդյունքներ, որ հետագայում կտանեն մեր երկրի կործանմանը, տեսնենք։ Աստված չանի։ Փաշինյանի հեռացումը գործնականում ինչպես ենք տեսնելու։ Քայլ գնենք առաջ։ Հնարավոր է դուք էլ Հայաստան դաշինքն էլ այսօր բանից սկսած պատրաստվեք 31 թվականի ընտրություններին։ Ոչ, մենք չէ։ Դուք չէ։ Այսինքն փողոցային պայքար սպասում է։ Դե գիտեք, փողոցային կամ ոչ փողոցային շատ եք փողոցի հետ։ Փաշինյանը ոնց որ դուրները տեկել այդ փողոցներում վազվզելով։ Թողեք հանգիստ գնանք։ Հետ ճիշտ ասած փողոցներում այնքան ենք վազվզել, թե Փաշինյանի հետևից 18 թվին թե ընդդիմության հետևից լավ հոգնել ենք։ Դուք ուրիշ բան առաջարկեք։ Ես ասեցի, Փաշինյանը ամեն օր գնալով ծախողվելու է։ Ես վստահ եմ գալու է օրը, հենց քպականները իրեն հեռացնում են։ Այդ հույսով եք սպասում, որ Փաշինյանը։ Այդ հույսով եմ, ուրիշ հույսեր եմ։ Բայց նախորդ 5 տարին ուզում են impeachment անեն, չստացվեց, դելի այդ հույսով, որ քպականներին պետք է քաշեն իրենց կողմը։ Impeachment-ը անուն չտվեցի։ Դատական ընթացքի մասին ինչ կասեք։ Սովորական դատական անիմաց դատական ընթացք։ Պարոն Կարապետյան, փաստորեն նաև գույքային հայց պահանջ ներկայացվեց շուրջ 7 միլիարդ դրամի գույք են ցանկանում բռնագանձել հօգուտ Հայաստանի։ Դե ուրիշ ոչ մի ձևով չեն կարողանում այս մարդիկ զարգացնեն, դրա համար ընկել են մարդկանց գրպաներից, ուզում են ինչ-որ բան կաշել։